Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում առկա լարվածությունները նոր փուլ են թևակողում։ Ինչպես հայտնի է, արդեն երկար ժամանակ է, ինչ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև խոր լարվածություն կա։ Հայտնի է, որ Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանին մեղադրում է կոռուպցիոն հետաքրքրությունների համար, պնդելով, թե վերջինս սպասարկում է վիճակախաղերի ոլորտում բիզնեսմեն ընկերների շահերը։ Փոխարենը Սիմոնյանին հաջողվել է հասնել նրան, որ կուսակցության ներսում ձևավորվի անվստահություն Հայկ Սարգսյանի հանդեպ։ Ավելին, վերջինիս նկատմամբ արդեն իսկ հայտարարվել է խիստ նկատողություն և տարածվել է կուսակցության հայտարարությունն ընդդեմ Հայկ Սարգսյանի։ Ժողովուրդ օրաթերթի ՔՊԱ-ական աղբյուրները հայտնում են, որ Սիմոնյանի դիրքերը կուսակցության ներսում այնքան են ամրապնդվել, որ շուտով նա կարող է հասնել Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելուն։ Ըստ նույն աղբյուրների, ՔՊ-ում այժմ նախընտրում են կանգնել Ազգային ժողովի նախագահի կողքին և եթե անհրաժեշտ լինի, զոհաբերել Հայկ Սարգսյանին։ Իրավիճակին նպաստել է նաև այն, որ Հայկ Սարգսյանը քրեական կապեր ունի։ Նա Փարաքարում սպանված համայնքի ղեկավարի ենթադրյալ պատվիրատուների հետ է մտերիմ, ուստի հեշտ է նրա դեմ արշավ կազմակերպելը։ Հատկանշական է, որ առաջիկայում մեծ աղմուկով ընտրված կուսակցության նոր վարչությունը նախատեսում է քննարկել այս հարցը և կայացնել որոշում։ Այսպիսով, իշխող կուսակցությունում սպասում են նոր զարգացումներ, որոնք կարող են լրջագույն ազդեցություն ունենալ ոչ միայն ներքին հարաբերությունների, այլև ՔՊ-ի քաղաքական կեցվածքի վրա։